Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական կամ միգուցե արդեն վերջին թողարկումն է այս տարվա տարեվերջյան ամփոփումը կանենք Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Բարև ձեզ։ Պարոն Հարությունյան, այսպես միանգամից անցնենք թեմաներին, դրանք շատ են։ Տեսեք, երբ հրապարակվեց Եզրափ arczepiskopos Ներսիսյանի Պակի կողմից հավաքագրվելու մասին տեղեկանքը կամ չգիտեմ ինչպես է դրա անունը թղթի, շատերի մոտ հարց առաջացավ կապված դրա իսկության հետ իրական լինելու հետ, սկսեցին պնդել, որ 86 թվականին, եթե չեմ սխալվում, թվագրված էր 86 թվականով, Պակը իր ամբողջ գրագրությունը օրենքի համաձայն, օրենքի տառի համաձայն պետք է վարեր ռուսերենով։ Հիմա ինչու է դա հայերեն ըստ ձեզ։ Նախ ավանդաբար, երբ որ նման հնչեղության թեմաներ են լինում, բոլորը դառնում են այդ ոլորտի մասնագետ եւ սկսում են կարծիքներ արտահայտել։ Մի մասն էլ երևի նման կարծիք է արտահայտում նախկինում հավաքագրված լինելու փաստի բերումով։ Ես կարծում եմ, որ նման հարցերով արժի դիմել մասնագետներին եւ համապատասխան կառույցին, այս դեպքում ԱԱՑ-ին, որը հրապարակել է դա, ես որևէ չվստահելու առիթ կամ պատճառ չեմ տեսնում, մանավանդ որ դա շատ լուրջ խնդիր է եւ կարծում եմ, որ ԱԱՑ-ն լրջորեն է մոտեցել թե դրա հրապարակմանը, թե դրա հարակից հաղորդագրության տարածմանը։ Լավ, այդ դեպքում ուրեմն ամեն հարց, որ ինձ է մտածանջում, այս ամբողջ ժամանակահատվածում ու ոչ միայն այս դեպքի հետ կապված, ընդհանրապես երկար ժամանակ ես այդ մասին մտածում եմ, հարցի պատասխան չեմ ստանում, միգուցե դուք ինձ օգնեք։ Տեսեք, մեղադրանքներից մեկն էր, որ առանձին վերցրած գործի հրապարակումը դա ըստ էության կոմպրոմատ է, այսինքն դուք ունեք կոմպրոմատ ինչ որ մեկի դեմ, այդ օգտագործում եք երբ պետք է, երբ անհրաժեշտ է։ Իսկ մոտ ուրիշ հարց է առաջանում։ Գրեթե 8 տարի քաղաքացիական պայմանագիրը իշխանության է, չէ՞, համարյա։ 8 տարվա ընթացքում հնարավոր էր անել այն ինչի պահանջը շատ վաղուց հասունացած էր, այն ինչով անցան օրինակ մերձբալթյան երկրները, խոսք վերաբերում է լյուստրացիային։ Այսինքն այդ խնդիրը եթե լուծվեր այն ժամանակ կամ լյուստրացիայի միջոցով լուծվեր, հիմա այս թեմաները բոլորը փակ կլինեին։ Այսինքն մենք հստակ կիմանայինք ով է ու կանցնեինք առաջ կամ չէինք անցնի առաջ։ Ինչու լյուստրացիա չարվեց։ Նախ կոմպրոմատի հետ կապված։ Դուք գիտեք եւ հետեւել եք, որ շատ երկար ժամանակ դրա մասին խոսվում էր եւ անընդհատ այսպես մեղադրանք էր հնչում, որ դե հրապարակ է գեթը ունել։ Եվ երբ որ դա հրապարակվում է, ասում են ինչի հրապարակեցիք, դա կոմպրոմատ է։ Այսինքն դու ինչ գործողություն էլ անես քննադատում են եւ ինչ որ մեկնաբանություններ թողում են, չանես, էլի քննադատում են, մեկնաբանություններ թողում են։ Այդ մոտարապես ես այդ օրինակը միշտ բերում եմ, երբ որ մենք քաղաքակտիվիստ էինք եւ մասնակցում ենք ցույցերի, տարբեր քաղաքական շարժումների, ոստիկանության գործելավոճը հետեւյալն էր։ Իրենք իրենց գործը անելիս թաքուն կամ ինչ որ այլ առարկայով հարվածում էին։ Երբ որ դու նայում ես ոստիկանը, իրեն արձագանքեիր, ձերբակալելու էր։ Չարձագանքեիր, ինքը շարունակելու էր իր գործը։ Նույնը հիմա է։ Եվ կարծում եմ, որ նորմալ պետք է վերաբերվել նման քննադատություններին, այնուամենայնիվ շատ ցավոտ թեմայի ենք անդրադարձել եւ պետք է նաեւ դրա հետ առերեսվել։ Ինչ վերաբերում է լյուստրացիային, կարծում եմ, որ յուրաքանչյուր նման քայլի գնալիս պետք է պատմական պահը ճիշտ լինի եւ քանի որ լյուստրացիան էլ անդրադառնալու է մի շարք կարևորագույն խնդիրների, այդ թվում նաև անձանց եւ անձնական տվյալների, այստեղ պետքա շատ լուրջ վերաբերվել այդ հարցին եւ ուզում եմ ասել, որ նաև 80-ականների վերջին 90-ականների սկզբին, երբ որ Խորհրդային Միությունը փլուզվում էր, նման հարցերի առնչվող բազմաթիվ փաստաթղթեր Հայաստանից տեղափոխվել են։
եւ մեծ դժվարություն է նաեւ առաջացնելու, եթե նման որոշում կայացվի, ուրեմն փաստերով եւ հստակ փաստաթղթերով դա բացահայտելը եւ ամբողջական ներկայացնելը։ Դրա համար այս խնդիրը շատ բազմաբովանդակ է, բազմաշերտ է։ Ինչու՞ չէ նաև վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգությանը, որովհետև այնուամենայնիվ մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք կարող է որոշակի առնչություններ են ունեցել, ժառանգներ են եւ այլն, այս հարցերը պետք է մանրամասն հանրության մեջ քննարկվի։ Ինչ վերաբերում է Եզրաս Ներսիսյանին, հանրային մեծ պահանջ է եղել եւ դա գաղտնազերծվել է։ Հանրային մեծ պահանջ կար, երկար ժամանակ չէինք գաղտնազերծում, ասում են չունեք։ Հիմա գաղտնազերծել ենք, ասում են կոմպրոմատ է։ Տեսեք, ես լյուստրացիայի թեմային ինչու նաև անդրադարձա, որովհետև երբ մենք խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին, այդ հիբրիդային պատերազմի մասնակիցների մի մասը ես ենթադրում եմ, ես փաստեր չունեմ, ես դնեմ դիմացներ, ասեմ, այ դու KGB-ի գործակալ ես եղել, հետո անցել ես այդ իրավահաջորդ երկրի հատուկ ծառայությունների տրամադրության տակ։ Բայց հիբրիդային պատերազմի մասնակիցների զգալի մաս, այսպես ենթադրաբար, հենց այդ մարդիկ են, որոնք ժամանակին չեն գաղտնազերծվել, հա, իրենց դիմակը չի պատռվելու, հիմա շարունակում են ըստ էության անունը դնում են իշխանությունների դեմ են պայքարում, բայց որոշ դեպքերում այդ սահմանը վաղուց արդեն հատած է ու պայքարում են ըստ էության Հայաստանի Հանրապետության դեմ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ, այնպես որ հա, այստեղ ազգային անվտանգության հիբրիդային պատերազմի մասնակիցների մեծ մասը, եթե հավաքագրված է, ապա եւ քանի որ մեծ մասը երիտասարդ է, ապա հավաքագրված է եղել ամենայն հավանականությամբ ոչ KGB-ի կողմից, արդեն այլ ծառայությունների կողմից, որովհետեւ այն ժամանակ, երբ որ KGB-ն կար, իրենք շատ երիտասարդ են կամ նույնիսկ չեն ծնվել, իսկ ձեր ենթադրյալ մի շարք դերակատարների առումով ամենայն հավանականությամբ իրենք այլ տեղերում են հավաքագրված եղել, ոչ Հայաստանից ուղիղ։ Հիմա այսպես էլի լավ քաղաքական մի քիչ ենթատեքստով հարց է, տեսեք, իշխանությունները երբ խոսում են եկեղեցում եղած խնդիրների մասին, այսպես կարմիր գծով տակով չերևացող երբեմն անցնում է, որ այստեղ խնդիրը ոչ թե կոնկրետ անձիկ են, այլ այն համակարգը, որը ձևավորվել է եկեղեցու վերնախավի ներսում մի մասի մոտ եւ այդ համակարգը ըստ էության աշխատում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ։ Այսինքն խնդիրը այստեղ նույնիսկ կաթողիկոսի երեխա ունենալ չունենալը չի ըստ էության, ոչ էլ ասենք Եզրաս arczepiskopos Մոսկվայում կամ նոր Նախիջևանում իրեն ինչպես է պահել, ենթադրենք, չգիտեմ, փողով է գործ արել, փողով չի արել գործ, այնտեղ խնդիրը այլ հարթության վրա, այդպես թե ոչ։ Եկեղեցու շուրջ խնդիրները բազմաշերտ են եւ եթե եկեղեցին է հիմնական թեման այսօրվա զրույցի, ապա այն երկար կարող է տևել։ Ես մի քանի կարճ դիտարկումներ կարող եմ անել։ Առաջինը եկեղեցականների համապատասխանությունն է այն կանոններին, կանոնագրքերին, որ կա եկեղեցում։ Եվ այստեղ մի մասը ընկնում է օրինակ այդ կուսակրոնության խախտման արգելքի տակ։ Մյուս մասը, որը ավելի շատ գաղափարական է, վերաբերում է եկեղեցուն առհասարակ եւ ձևավորված ներսի ավանդույթներին։ Ես այդ նախադասությունը միշտ մեջ բերում եմ, բայց դա առանցքային միտք է եկեղեցի եւ պետություն հարաբերություններում եւ սա ըստ էության դարերի, եթե չասեմ հազարամյակների պատմություն ունի։ 2019 թվականին Շիրակի թեմի առաջնորդը Միքայել Աջապահյանը մի նախադասություն ասեց պետությունը բառացի կարող է չասեմ, բայց ասեց պետությունը հարատև չէ, մշտական չէ, ուժեղացրեք եկեղեցին, որտեղ եկեղեցին է հարատև։ Եվ այս սա առանցքային նախադասություն է։
ես երբ որ դրանից հետո առիթ ունեցա հանդիպելու Կտրիչ Ներսիսյանին, իրեն ասեցի, «Էս ինչ է ասում ձեր սրբազանը»։ Եվ ըստ էության նրանից չլսեցի կշտամբանք եւ չլսեցի տարակուսանք այդ արտահայտած մտքի հետ կապված եւ կարծում եմ, որ այն վերնախավը, որ ձևավորված է այսօր եկեղեցում, իրենց համար շատ ձեռնտու կլինի, որպեսզի հայ ազգի եւ ժողովրդի նկատմամբ, այսպես ասած, վերահսկողությունը իրենց կողմից լինի եւ ինչպես վարչապետը մի անգամ արդեն ունեցել ազգային ժողովի ամբիոնից ասելու, իրենք շատ կուզեն լինել տարբեր երկրներում եւ այս տարածքում, որ իրենք դիտում են որպես իրենց թեմերի տարածք, այլ ոչ թե պետություն, լինեն թեմակալ առաջնորդներ, որոնց հետ ուղիղ օտար տիրակալները եւ օտար ղեկավարները կշփվեն։ Սա իրենց մոտ գուցե նաեւ այտենց արդեն գենետիկ մակարդակով նստած երևույթ է, որը մենք պետք է թույլ չտանք եւ պատահական չէ, որ այս հարաբերությունների շրջանակում երբ որ խոսում ենք, մենք ասում ենք Կտրիչ Ներսիսյանի եւ նրա խմբակի կողմից իրականացվող քաղաքականությունը սպառնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը եւ հետեւաբար եւ պետությունը եւ իշխանությունը համապատասխան ուրեմն քաղաքականություն պետք է իրականացնի այդ խմբակի հետ կապված։ Եկեղեցու թեման փակեցինք, տեսեք։ Հիմա մի հատ այլ տերմին կա, որը շատերի համար այդպես էլ անհասկանալի մնաց, վեթինգ։ Վեթինգ չիրականացվեց, հիմա ես այդ համապատկերում ձեզ ուզում եմ հարցնել, օրինակ ապօրինի գույքի հետ բերման տեմպերը ձեզ գոհացնում են, թե ոչ, որտեվ այդ գործերը հիմնականում այսպես ոչ այնքան գրական լեզվով ասած լռվում են դատարաններում, այնքան մինչև բոլոր հնարավոր ժամկետները անցնում են, հետո այդ ապօրինի ենթադրյալ գույք ձեռ բերած անձիկ շվշվացնելով դուրս են գալիս դատարանից, գնում են իրենց այդ ժամանակին յուրացրածը վայելելու եւ ինչու՞ չէ, նաեւ այդ թվում նաեւ ձեր դեմ օգտագործելու համար։ Ես հիմա մի բան կասեմ, որ ըստ էության քննադատություն է մեր նկատմամբ, մեր իշխանության նկատմամբ։ Մենք ուրեմն չափից դուրս մեծ տեղ հատկացրեցինք մեր խոսույթում ապօրինի գույքի վերադարձին։ Եվ առաջացրեցինք մեծ ակնկալիքներ նորմալ է եւ այդպես էլ պետք է լինի, բայց ժամկետների հետ կապված կան օբյեկտիվ որոշակի իրավիճակներ։ Եվ երբ որ դուք հարցնում եք, որ դες գոհացնում են տեմպերը, երբ որ դու նախընտրում ես, որ գնաս ճիշտ ուղղությամբ, ինստիտուցիոնալ ուղղությամբ, օրենքներով, ենթահարցական ակտերով, ապա դա ժամանակ է պահանջում։ Ես կարծում եմ, որ մոտարապես 2 տարի առաջ մենք այդ ինստիտուտը կայացրեցինք վերջնական ամբողջ իր գործիքակազմով եւ հիմա այդ վերադարձը մեծ թափ է հավաքում եւ առաջիկա 5 տարիներին ըստ էության կարող եմ ասել, որ մենք կարձանագրենք, որ այդ ուղղությամբ հսկայական աշխատանք ենք արել եւ հիմնականում մեր առջեւ դրված խնդիրը լուծել ենք։ Այո, այդ ակնկալիքը կա, այդ ակնկալիքը կարծում եմ մենք ենք առաջացրել։ Պետք է հաշվի առնենք, որ այդ գործընթացները շատ արագ տեղի չեն ունենում, կարող ենք արագ անել այդ գործընթացը։ Գնայինք եւ խլեինք, բայց դա իրավական պետությունում անթույլատրելի գործելավոճ է եւ երևույթ է, որովհետեւ երբ որ դու նման կերպ ես վարվում պետության մեջ եւ նախադեպ ես ստեղծում, առաջիկա տասնամյակների ընթացքում դու նախադեպ ես ստեղծում եւ գործիքակազմ ես ստեղծում խլոցի համար։ Կներեք այս բառի համար, բայց ավելի հարմար բառ չգտա եւ հիմա շատ նորմալ գործընթացը գնում է, ապացուցվում է ապօրինի գույքը վերադարձում է պետությանը եւ պատահական չէ, որ ըստ էության համարյա թե ամեն օր հատիկ առ հատիկ խորագրի ներքո վարչապետը հրապարակում է այն գույքը, որ վերադառնում է։ Վերջերս
նաև զեկույց եղավ կառավարության նիստի ժամանակ, որ 5000 հեկտարի միանգամից հող է վերադարձվել, հողատարածքներ են վերադարձվել օրինակ Արարատի մարզում։ Հայտնի անձանց նկատմամբ մինչև մի քանի 100 միլիոն դոլարի հայցապահանջներ կան դատարաններում, որոնց մեծ մասը ըստ էության իրավապահների կողմից ապացուցված են եւ հիմա դատական process-ով պետք է ապացուցվեն։ Ապօրինի գույքը հետ բերելը նաեւ բարթանում է, որովհետեւ մի մասը դուրս է բերվել Հայաստանից մեծ գումարների տեսքով, դրանք գույքի տեսք են ստացել արտասահմանում, փորձել են հետքերը կորցնել, հիմա այդ կորցրած հետքերը գտնելով փորձում ենք նաև այդ ուղղությամբ աշխատանք տանել, բայց ես կարծում եմ, որ մենք հիմնականում առաջիկա տարիներին էլ պետք է թողնենք, որպեսզի ինստիտուցիոնալ առումով այդ գործընթացը առաջ գնա եւ գնում է, այսինքն մենք դրել ենք այնպիսի ռելսերի վրա, որ չգիտեմ, ինչ պետքա լինի, որ դա դադարի եւ այլևս շանս էլ չկա որ դադարի, մենք ավելի շատ խոսենք բարեփոխումներից եւ ձեռքբերումներից եւ ոչ թե անընդհատ շեշտը դնենք այդ հանգամանքի վրա։ Մեծ աղմուկ կա ադրբեջանական բենզինի հետ կապված, այդ 1200 տոննա, եթե չեմ սխալվում, բենզին եկավ Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն, այնտեղ մի քանի արդեն բենզալցականներում վաճառվում է բավական նվազ գնով, այսպես ասեմ, շուկայականի համեմատ, բայց պարոն Արությունյան, հարցը հետևյալն է, տեսեք, Ադրբեջանը ինքը սկզբունքորեն չունի այդ հնարավորությունները բենզին արտահանելու մեծ քանակությամբ, ինքը բենզին ներկրող է Ռումինիայից, Ռուսաստանից կարող ենք թվարկել։ Դրանից զատ, եթե նայում ենք Վրաստանում ադրբեջանական նույն սոկարի գները, իրենք մեծ առանձնապես մեր շուկայական գներից շատ ցածր չեն։ Եվ դրան եթե նաև գումարենք այն բավական անտրամաբանական տրանզիտային վճարը, որ Վրաստանը վերջին պահին պահանջեց հաջորդ դեպքերի համար, այստեղ հարց է առաջանում, արժեր է ամեն ինչի մեջ թաթախվել, թե ինքը եթե օգտակար գործողության գործակցով դատենք, պետք է ուրիշ դրամաբանությամբ նայենք այս իրավիճակին։ Տեսեք, մենք ինչ ենք ուզում։ Մենք ընդհանրապես ինչ ենք ուզում կյանքից, տարածաշրջանից, հարևաններից, մենք ինքներս մեզանից։ Եթե ուզում ենք խաղաղություն եւ նորմալ զարգացում, սա նորմալ պայմաններում իրականացվող գործարքներ են։ Եվ ամբողջ աղմուկը մի բանի համար է, որովհետև փոխվում են շուկաները, փոխվում են մատակարարները, այն մատակարարները, որոնք տասնամյակներ շարունակ նաև որոշակի սխեմաներով բենզին են ներկրել Հայաստանի Հանրապետություն, որոշակի աշխարհաքաղաքական կենտրոնների հետ համաձայնությամբ, ընդ որում դրանք երբեմն վերածվել են մոնոպոլ համակարգերի եւ շատ բարձր գներ են թելադրել մեր ժողովրդին եւ մեր հանրությանը եւ թույլ չեն տվել, որպեսզի ցածր գների պայմաններում մեր տնտեսությունը ավելի արագ զարգանա, նրանք են հիմնական աղմուկ անողը։ Եվ ես կարծում եմ, որ այո, դա շատ ճիշտ գործընթաց է, եթե մենք ասում ենք խաղաղություն է այլևս, խաղաղության հիմնական, այսպես գործիքներից մեկն էլ նաեւ համագործակցությունն է։ Համագործակցություն է քաղաքական ոլորտում, արտաքին քաղաքական ոլորտում, տնտեսական ոլորտում, եւ սա նորմալ գործընթաց է։ Ինչ վերաբերում է ուրեմն գազ, բենզին արտադրելուն եւ արտահանելուն։ Յուրաքանչյուր երկիր, ով նավթա, գազա, հումքային պաշարներ ունի, այդպիսի քաղաքականություն իրականացնում է, վերցնենք մեր Իրանը, մեր հարևան Իրանը, որը նույնպես այսպես մի տեղից գազ է վերցնում, մի այլ տեղ վաճառում է այդ գազը, մեզ կարող է գազ տալ էլեկտրոէներգիայի դիմաց, բայց ինքը օրինակ Թուրքմենիայից գազ վերցնի, լինելով գազ արդյունահանող երկիր։ Նույնն էլ Ադրբեջանն է, նույնն էլ Ռուսաստանն է, Ռուսաստանն էլ տարածաշրջաններ ունի, լինելով հարուստ գազով, գազի պաշարներով երկիր, իր այդ տարածաշրջանների համար հարևաններից է գազ վերցնում, բայց դա իրեն չի խանգարում, որ գազ մատակարարի, նույնիսկ այսպես ավելի թշնամական իրավիճակներում
գտնվող երկրներին, օրինակ եվրոպական երկրներին, օրինակ նույն Ուկրաինայի տարածքով գազ արտահանի Եվրոպա։ Այս աղմուկը ես չեմ հասկանում, այսինքն հասկանում եմ, ես նշեցի ինչից է։ Փոխվում են մատակարարները, բիզնես շահերը, գներ են իջնելու, այլևս գերշահույթներ կարող է չլինեն։ Եվ այլն, ինչ վերաբերում է գինը կբարձրանա կիջնի, թող շուկան որոշի ինչ կանի։ Մենք ով ենք, որ մենք որդեգրել ենք այդ քաղաքականությունը, որ չխառնվենք շուկայական հարաբերությունները։ Մեր տնտեսական աճի հիմնական պատճառներից մեկը այն է, որ այսօր իշխանությունը ունի կոնկրետ բիզնես շահեր եւ իշխանությունը չի խառնվում շուկաներին։ Շուկաները իրանք են կարգավորում։ Այո, երբեմն գերակա դիրք ունեցող բիզնեսները որոշակի իրավիճակներ են ված ստեղծում տնտեսության մեջ, բայց դրա համար էլ կան այլ ինստիտուտներ, օրինակ մրցակցության պաշտպանության համապատասխան օղակներ եւ այլն, որոնք դա կկարգավորեն։ Գերակա դիրքի մասին որ խոսք գնաց եւ Ռուսաստանի հետ ընդհանրապես խոսք գնաց, ես հիշեցի վարչապետի վերջի ելույթներից մեկը, որտեղ պարոն Փաշինյանը խոսում էր Ղազախ, Իջևան, Ախուրիկ, Կարս երկաթուղային այդ հատվածների վերականգնման, շուտապույտ վերականգնման ընդ որում անհրաժեշտության մասին եւ վարչապետը նաեւ հայտարարեց, որ ռուս գործընկերներին առաջարկել է զբաղվել այդ խնդիրներով, բայց որքանով որ ես եմ տեղյակ, դա բավական թանկ հատվածներ են վերականգնման իմաստով եւ միգուցե այս պահին Ռուսաստանը ասի մենք դրա հնարավորությունը չունենք։ Այդ դեպքում էլի մեջբերելով վարչապետ Փաշինյանին ասաց, որ հնարավորություն կա կամ ասենք կարող ենք դիտարկել հնարավորություն, որ վերցում ենք կոնցեսիոն պայմանագրի ազդեցությունից այդ հատվածները, մենք մեր բյուջետային միջոցներով ենք դա անում, որովհետեւ մեզ պետք է ուշად։ Հիմա այս պնդումները, այս 2-3 պնդումները, որ արեց վարչապետը, արդյոք ռուսական կողմը կամ չի ներկայացնի որպես ուլտիմատում դրված փոքր Հայաստանի կողմից մեծ Ռուսաստանի առաջ։ Ոչ, չի կարող, որովհետև նույն Ռուսաստանի հետ քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության օրոք մենք եղել ենք բաց եւ թափանցիկ։ Եվ բոլոր այն գործընթացները որպես դաշնակիցներ, որոնք իրականացրել ենք, առաջնահերթ կոմունիկացրել ենք իրենց հետ եւ բայց ցավոք սրտի որոշ դեպքերում փոխադարձություն չենք տեսել։ Հիմա նույն այս հարցով Հայաստանը գնացել է Ռուսաստան կամ Ռուսաստանի գործընկերները եկել են Հայաստան եւ մենք իրենց ասում ենք, որ մենք այստեղ ունենք կենսական շահեր եւ մեծ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումը ինստիտուցիոնալ դարձնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ենթակառուցվածքները արագ վերականգնվեն։ Եվ քանի որ կոնցեսիան գտնվում է Ռուսաստանի համապատասխան կառույցի ձեռքում, մենք ասել ենք, որ այդ կոնցեսիայի պայմաններով այդ տարածքները ձերն են, այդ գծերը ձերն են։ Եվ հետեւաբար, քանի որ կա այդտեղ խնդիր, խնդրում ենք ձեզ շուտապույտ քայլեր ձեռնարկել այդ կտորները վերականգնելու համար, որովհետև դա կրկնում եմ, բխում է Հայաստանի Հանրապետության կենսական շահերից։ Առաջին հերթին տնտեսական զարգացման առումով։ Եվ մենք բաց եւ թափանցիկ ասել ենք, հիմա ով դա կմեկնաբանի ու ամեն ինչ կարող են մեկնաբանել, ամեն ինչ, ով որ դիտանկյունից դա նայի։ Ոչ մենք որպես համապատասխան փաստաթղթերով որոշակի լուրջ հարաբերություններ ունեցող երկրներ հարցեր ենք բարձրացնում եւ այդ հարաբերությունների շրջանակում պետք է լուծենք։ Տվյալ դեպքում կոնցեսիան Ռուսաստանի RЖD-ի ձեռքում է եւ բնականաբար պետք է RЖD-ի արշիվ այդ խնդիրները բարձրացնի Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը։ Հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ այսպիսի մի բան տեղի ունեցավ, Եվրամիությունը հայտարարեց, որ 15 միլիոն եվրոյի, եթե չեմ սխալվում, օժանդակություն կհատկացնի Հայաստանին։ Հա, այստեղ ինձ ավելի շատ զվարճացրեց արձագանքը, որ եղավ այստեղ ներսում որոշ շրջանակների կողմից, այն որ տեսեք Եվրամիությունը գործող իշխանությանը ընտրությունները կեղծելու փող են տալու։
Ու քանի որ ինքը արդեն վաղվանից մտնում ենք ընտրական տարի, ըստ էության նախընտրական բառը արդեն պետք է մոռանանք, ընտրական տարի, այս կարգի թիրախային հարձակումները բնականաբար շատանալու են։ Հասկանալի, որ Եվրամիությունը օգտագործելու է այն փորձը, որ կա Մոլդովայի մեջ ձեռք բերվել, ըստ էության այնտեղ նոր բաներ էլ ահագին իմացան, իրենք էլ մենք էլ ըստ էության։ Բայց այս թիրախային հարձակումների համար համակարգային պայքար ինչպես եք պատկերացնում։ Նախ ես ասեմ, որ ես չէի ուզի եւ առիթ ունեցել եմ ասելու, որ չէի ուզի հավասարության նշաններ դնել հիբրիդային իրավիճակների միջև տարբեր երկրներում, որովհետեւ դրանք շատ տարբեր իրավիճակներ են։ Եվ այո, Մոլդովայի փորձը մենք ուսումնասիրել ենք, այնտեղ որոշակի դրական զարգացումներ կա հակազդելու հիբրիդային սպառնալիքներին, բայց Հայաստանի Հանրապետությունը եւ մեր կառավարությունը նման սպառնալիքներին դիմագրավելու պակաս փորձ չունի։ Եվ պակաս եւ ավելի ինտենսիվ, ոչ պակաս եւ ավելի ինտենսիվ հարձակումների է ենթարկվել վերջին 5-6 տարիներին։ Ընդ որում ես ձեզ ուզում եմ ասել, որ այդ հիբրիդային հարձակումները սկսվել է անմիջապես 18 թվականից սկսած։ Երբ որ մենք տարբեր ռեֆորմներ էինք իրականացնում, երբ որ մենք արժեքային ռեֆորմներ էինք իրականացնում, օրինակ կրթության ոլորտում սկսեցին կրթությունով, հետո անցան անվտանգությանը, հետո առհասարակ ամբողջ պետությանը։ Եվ մենք բավականին մեծ փորձ ենք ձեռք բերել այդ ուրեմն հարձակումներին դիմագրավելու, այդ թվում նաև ինստիտուցիոնալ մակարդակով։ Հայաստանում վերջին տարիներին իրականացվում է ռազմավարական հաղորդակցության բարեփոխումները, համապատասխան օղակներ են ստեղծված, հիմա համալրումներ են տեղի ունենում, դա արել ենք նաև տարբեր կառույցների հետ համագործակցությամբ եւ կարծում եմ, որ առաջիկա հիբրիդային հարձակումները նույնպես հաջողությամբ կմղենք հետ, թեպետ եւ վստահ ենք, որ դրանք կրկնապատկվել են, եռապատկվել են եւ հիմա միտումները տեսնում ենք։ Եվ ես ուզում եմ այստեղ ասել, որ այդ միտումները տեսնում ենք ապատեղեկատվության դաշտում, բայց հիբրիդային հարձակումները եւ սպառնալիքները ոչ միայն ապատեղեկատվության դաշտում են։ Դրանք կիբեր ոլորտում են, դրանք անվտանգային տարբեր հարցերի հետ կապված են։ Եվ ես մեր հանրությանը նաև, քանի որ առիթ եղավ, ուզում եմ ասել, ինչի համար է առհասարակ այս հիբրիդային հարձակումը։ Այս հիբրիդային հարձակումները եւ այդ միջավայրը ստեղծելը մի նպատակ ունեն։ Ստեղծելու գաղջ մթնոլորտի իմիտացիա, որը չկա այլևս Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետությունում ապրելու, կյանքը արժևորելու, զարգանալու, տնտեսությունը զարգանալու, կրթվելու լավագույն իրավիճակն է ստեղծվել, սկսած օգոստոսից հետո, երբ որ Վաշինգտոնում ստորագրվեցին փաստաթղթերը, եւ հիմա ամեն ինչ պետք է անեն տարբեր խմբեր, խմբակներ, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ, որպեսզի ստեղծեն այդ թվացial գաղջ իրավիճակը Հայաստանի զարգացումը թույլ չտալու համար։ Էս է հիմնական նպատակը։ Բայց մենք իհարկե մեր բազմաթիվ արած լավ գործերով եւ դրական ասելիքով կհակազդենք դրան եւ կարծում եմ, որ կհաջողենք։ Нас бьют, но мы крепчаем։ Նաեւ, որովհետեւ դա թույլ է տալիս մեզ եւ թույլ է տվել լուրջ գիտելիք ձեռք բերել այս ոլորտում եւ դա պատերազմից հետո էր եւ դա 21 թվականի ընտրություններն էին, տարբեր շարժումներն էին, այդ թվում նաեւ եկեղեցու ներգրավվածությամբ, ընդ որում ես ձեզ ուզում եմ ասել, որ եթե ուսումնասիրեք տարբեր երկրների փորձը, ընդհանուր միտումներ կտեսնեք ազգային արժեքների հարված իբր իշխանությունների կողմից, եկեղեցուն հարված իբր իշխանությունների կողմից, դա տեսնում ենք եւ Ռումինիայում, եւ Մոլդովայում, եւ Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում, այսինքն մի ձեռագիր կա։ Կարելի է ենթադրել, որ 1 կամ 2-3 կենտրոն տենց մաստեր պլանը դրել են եւ փորձում են դա իրականացնել, որքանով է դա հաջողվել, կարծում եմ, որ չի հաջողվել։ Շնորհակալություն զրույցի համար։
Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը ենթադրում եմ փակման խոսքել ունի, բնականաբար Ավանդույթի համաձայն արդեն կարծես երկրորդ տարին է, որ ձեր վերջին հաղորդման հյուրն եմ, տարվա վերջին, եւ կուզեմ մեր հանրությանը մաղթել խաղաղություն, հանդարտություն, կարևորը առողջություն, առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն է մուտք գործում, որոշակի դժվարություններ կլինեն, բայց կարծում եմ, որ դրա արդյունքում մեր հանրությունը շատ ավելի առողջ կլինի, իսկ այն հանրությունն է, որտեղ կա առողջություն եւ խաղաղություն, ստեղծագործելը, արարելը եւ զարգանալը շատ ավելի հեշտ է։ Ավելացնելու բան չթողեցիք։ Կհանդիպենք արդեն 26 թվականին, այսինքն վաղը, նույն ժամին, նույն վայրում։ Հաջողություն եւ համբերություն բոլորիս։